Միրզա Դինային, երբ հերթական անգամ օգնության էր հասել Սինջարիի եզդիներին, կերծարաբեռնվածությունից ուղղաթիռը վթարվեց, օդաչուն մահացավ, իսկ ինքը կոտրեց ոտքն ու ձեռքը, կողերը, աղոթում էր, որ չմահանար, քանի որ այդ օրն իր որդին ծննդյան տարեդարձն էր նշում։ Փրկվեց ու հասավ Ժնև, որ պատմի, թե ինչ դաժանությունների միջով են անցնում Իրաքի եզդի կանայք, ենթարկվում սեռական բռնության։ Դինային ահաբեկիչներից փրկել է 1500 զոհի, նա դարձավ Ավրորայի 4-րդ մրցանակաբաշխության հաղթողը։ For sure everybody. Եզդիների 72 ցեղասպանություն է տեղի ունեցել եւ ոչ ոք դրա մասին չի լսել։ Վերջին ընթացքում պապս, որ խաղաղ ապրում էր Թուրքիայի տարածքում, ստիպված եղավ տեղահանվել հայոց ցեղասպանության ընթացքում։ Ու հիմա Սրբազան Արարատի ստորոտին ստանալ այս մրցանակը, որը քաղաքացիական եւ մարդասիրական ճանաչում է եզդիների ցեղասպանությունը, այս խորհրդանշական գեղեցիկ բույսի միջոցով։ Հայ ժողովուրդն առաջինն է, որ Արմավիրում կառուցել է եզդիական տաճար։ Պարոն Դինայինի, մենք երախտապարտ ենք ձեզ։ Այն ինչ դուք անում ենք Իրաքում մեր բարեկամ եզդի ժողովրդի համար, մեզ հիրավի հիշեցնում է մեկ դար առաջ հայոց ցեղասպանության տարիներին արևմտյան միսիոներների եւ առանձին անհատների գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ հազարավոր հայերի կյանք փրկել։ Ցավոք մինչև այսօր խաղաղությունն ու կայունությունը վերջնական չեն հաղթանակել այդ տարածաշրջանում։ Սակայն ձեր եւ ձեր նման անձնուրաց մարդկանց գործունեությունը լավատեսության եւ տարածաշրջանում կայուն ապագայի հույս է ներշնչում։ Ուժը բարության մեջ է։ Միայն ուրիշին օգնելով մարդ ավելի ուժեղ կդառնա։ Հենց այս համոզմունքով Նուբար Աֆեյան, Ռուբեն Վարդանյան, Վարդան Գրիգորյան մարդասեր եռյակը ստեղծեց Ավրորա ֆորումը, որը մեկ անվան ու հավատի տակ համախմբեց իրենց այն բոլոր նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն վերաձևակերպելու մարդկային արժեքները, բարին քարոզելու ու զարգացնելու գիտությունը։ Սիրունի մյուս կողմը տգերություն չի, անտարբերությունն է։ Սերի մյուս կողմը ատելություն չի, անտարբերությունը, եւ կյանքի մյուս կողմը ոչ թե մահն է, անտարբերությունն է։ Ես Thank you World, շնորհակալություն աշխարհ ֆլեշմոբով գյումրեցի երեխաները իրենց երախտագիտությունը հայտնեցին աշխարհին 88-ին իրենց ձեռք մեկնելու համար։ Կրկնեցին 100 տարի առաջվա ցեղասպանությունից փրկված 100,000 որբերի նախաձեռնությունը։ Բարեկամություն այգում այլևս երկրաշարժի սպին չի երևա։ Այդիա եւ Ազնավուր հիմնադրամները տնակներից հանել են մարդկանց եւ բնակարանով ապահովել։ Շուտով այն քաղաքի ամենաակտիվ զբոսաշրջային վայրը կդառնա։ Այժմ եւ միշտ Եվավիտյանս հավիտենից ամեն 50 տարվա դադարից հետո դիլիջանցիներն աղոթատեղի կունենան։ Աղստև գետի ափին եկեղեցի կկառուցվի ու կակտիվանա հոգևոր անցուդարձը, ինչպես դա տեղի ունեցավ կրթական ոլորտում UWC դպրոցի ստեղծմամբ։ Համոզված են զարգացման ուղիղ ճանապարհը կրթությունն է, ապագան արհեստական ինտելեկտինը։ Ես ապագայի բանականությունն եմ։ Ձեզանից շատերը վախենում են ինձնից, կարծում են, որ շուտով ավելի խելացի եմ դառնալու եւ զբաղեցնելու եմ ձեր տեղը, ձեր փոխարեն ձեր աշխատանքն եմ կատարելու։ Առաջին անգամ արհեստական բանականությանը նվիրված երրորդյա խոշոր ֆորում հյուրընկալեց Հայաստանը։ Մասնակիցների շարքում էին 90 գիտնական ու փորձագետ, նաեւ Facebook-ից, Google-ից, Berkeley ու Harvard-ի համալսարաններից։ I come from the world of mostly studying life science. Ես հիմնականում կյանքի գիտությունն ուսումնասիրող աշխարհից եմ, այն ամբողջությամբ իր մեջ ներառում է դարվինյան էվոլյուցիայի եւ դրա արդյունքների վերափոխումը։ Եթե գոյություն ուներ կյանքի արհեստական բանականությունը, ապա դա դարվինական էվոլյուցիա է։ Այն ըստ էության նորարարություն անելու միջոց է։ Ստեղծարար հավաքներից էր նաեւ բլոկչեյնին նվիրված համաժողովը, թե ինչպես ճշգրիտ ցանցը կարելի է օգտագործել գյուղատնտեսական ու առողջապահական կյանքը թեթևացնելու համար։ Նախապայմաններ կան, ոլորտի առաջատարները Սփյուռքի հայերն են։ Ես Դավիթ Հակոբյանն եմ, լուսանկարիչ։ I'm Ralph Firikian. Ես միացել եմ Ավրորայի Արարատ Challenge-ին, որպեսզի
հույս լինի բոլոր նրանց, ովքեր այդ ճանապարհին են։ Սա իմ Արարատն է, հայերիս ազգային խորհրդանշանը։ Ամբողջ ընթացքում Ավրորայի հետ էր Արարատ Challenge նախաձեռնությունը։ Արվեստագետից մինչև գիտնական երախտագիտության էստաֆետը միմյանց փոխանցեցին։ 100 տարի առաջ մեզ օգնել են, հիմա մեր հերթն է սկզբունքով։ 21-րդ դարում կան ջրից, սննդից զրկված մարդիկ, որոնք մոլորակի բնակչության ուշադրության ու գթասրտության կարիքն ունեն։ 2007-ին Իրաքից մուսուլման երեխաներ բերեցին մեր տուն, 6 տարեկան փոքրիկը չէր ուզում ուտել Եզդիի ընտանիքի հացը, ասելով թե անհավատի հաց է։ Ես փորձում էի բացատրել, որ եթե մենք ցույց չտանք, որ մեզ միավորում է մարդ լինելը, չենք կարող պայքարել ծայրահեղականության դեմ։ Ավրորա ֆորումը մեծարեց մարդասիրական մրցանակի 3 հերոսի՝ Միրզա Դինային, Եմենում գաղթի բանտային ցանց հայտնաբերած Հուդա Սարարին, Նիգերիայում Բոկո Հարամի ճիրաններից 103 դպրոցահասակ աղջնակի ազատած Զանա Մուստաֆային։ Հայաստանը ժամանակին անցել է անուշադրության ճանապարհով, ոչ ոք չի իմացել, թե ինչ է տեղի ունենում հայերի հետ, եւ հիմա հայերն Ավրորայի շնորհիվ հնարավորություն են տալիս այսօրվա զոհերին ու տուժողներին ճանաչման գոնե ինչ-որ աստիճանի հասնել։ Ավրորայի հերոսները պատմեցին, թե ինչեր են տեղի ունենում քաղաքակիրթ աշխարհի քթի տակ ու թե ինչերի միջով են անցել, որ լույս վառ են խավարում։ Իրավապաշտպան Հուդա Սարարին չեն խանգարի իր պայքարը շարունակել նաև այս գարնանը Եմենում տեղի ունեցած խժդժությունները, որի ընթացքում որդուն կորցրեց, տղան սեփական ձեռքերում մահացավ։ Հասմիկ Առաքելյան, Տիգրան Բաբայան, Վաչագան Պետրոսյան, Հովանես Քյոսեյան, Կիրակնորյա լուրեր։